խոսքում եւ նախաբանում նշեցին, հա, այն մեծ բացը թվային, այսպես թվային արտահայտմամբ 70%-ի մասին է խոսքը, որը կա մեր մարզերում, հատկապես գյուղական համայնքներում, արվեստի եւ մշակույթի կրթության ոլորտում։ Խոսքը ուզում եմ փոխանցել Կորյուն Դավթյանին։ Կորյուն ջան, խնդրեմ նշես, թե ինչ այլ որակական, հա, բովանդակային հիմնախնդիրներ ես տեսնում արվեստի եւ մշակույթի կրթության ոլորտում, որովհետեւ մենք գիտենք նաեւ մեր հետազոտությամբ, որ եթե նույնիսկ կան որոշ համայնքներում գործող արվեստի եւ մշակույթի կրթության հնարավորություններ, սակայն մյուս կողմից հարցի դրանց բովանդակությունը, արդյոք բովանդակային առումով նրանք տալիս են այն կրթությունը, որի մասին մենք խոսում ենք նախորդ պանելի ժամանակ, խնդրեմ։ Շատ շնորհակալություն, նախ ուրախ եմ քեզ այստեղ տեսնել, շնորհակալ եմ, որ համաձայնեցիր բաները վարել, փորձեմ մի քիչ կարճ նախաբանից գալ, թե ինչի եկանք այդ հարցին, քանի որ երբ որ ասում ենք 72%-ում չկան հնարավորություններ, ընդհանրապես չկան, այսինքն ոչ միտեղ չի կարելի, պետք է գնա կամ կողքի գյուղ կամ կողքի քաղաք, որպեսզի ստանա հնարավորություն երեխան, եւ նենց չի, որ այն 28%-ում ամեն ինչ լավ է, այն 28%-ում ինչ որ բան կա, օրինակ կարող է լինի գյուղում բարի խմբակ, կամ ասենք գյուղում կա ենթադրենք դհոլի դասատու կա, եւ եթե երեխան ուզում է երաժշտական կրթություն ստանա, պիտի գնա դհոլի կապչունի, որ ասենք դոդոկաս սիրում, եւ սրանք եւս խնդիրներ են, եւ կան նաեւ գործող խմբակներ, որտեղ կա բովանդակային հարց, այսինքն մենք ինչ ենք սովորացնում ուսանողին, ինչին է դա պետք, որտեղ ըստ երևույթի դրանք ավելի շատ հանրակրթական պրոցեսներ են, խմբակները եւ միջոցառումները ավելի շուտ ընդհանուր կրթությանն են վերաբերվում, քան մարդը պիտի դառնա պրոֆեսիոնալ արվեստագետ որևէ ոլորտում։ Սա էլ է իր հերթին լուրջ հարց, բայց ընդհանուր հանրային կրթության տեսանկյունից շատ մեծ է բացը նաեւ բովանդակային առումով։ Մենք ինչ ենք տալիս ուսանողին եւ ինքը որտեղ է դա կիրառելու։ Եվ երբ որ եղավ հետազոտությունը ու մենք տեսանք, թե ինչ խաչվող եւ միջոլորտային խնդիրներ կան, դա սկսած մասնագիտական պակասներում, ուղղակի դու կարող է ամբողջ ֆինանսական ապահովումը ունենաս բոլոր թույլտվությունները, բոլոր պայմանավորվածությունները եւ գնաս տեղում չկարողանաս գործունեություն ծավալել, որտեղ պարզվի, որտեղ որ մարդ չկա, ում հնարավոր է դա փոխանցել, դա առաջարկել։ Եվ անմիջապես ընկնում ենք երկարաժամկետ լուծումների դաշտ, այսինքն գնալ, վերապատրաստել մասնագետներ, գտնել մարդիկ, ովքեր դա կսիրեն, կուզենան աշխատեն այդ ոլորտում եւ փաստացի հենց պիլոտային ծրագիրը այդ խնդիրը ցույց դրեց, մենք տեսանք, որ չենք կարողանում երաժշտության մասնագետ գտնել, փորձեցինք Արենիից գտնել, հետո ի ուրախություն երևի թե ասեմ դեկրետում այն մասնագետը բալիկ ունեցավ եւ մնաց խնամելու իր բալիկին, բայց այդ հարցը 3 տարի փաստացի չենք կարողանում լուծել։